Բարև ձեզ։ Իմ այսօրվա հյուրը հրապարակ թերթի խմբագիր Արմինե Օհանյանն է։ Բարև ձեզ Տիկին Օհանյան, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Մեզ հետաքրքիր զրույց եմ մաղթում եւ որպես զրույցի սկիզբ ձեզ կխնդրեմ պատմել ինձ ձեր մանկության մասին, ծննդավայրի մասին, ընտանիքի մասին։ Ես ծնվել եմ մեր հանրապետության 3-րդ քաղաքում, այն ժամանակ կոչվում էր Կիրովական, հետո անվանափոխվեց Վանաձոր։ Շատ փոքր եմ, ծնողներս երկու ծնողս էլ Լոռվա մարզից են, տարբեր քաղաքներում են ծնվել, բայց մենք իմ արմատները Լոռին է եւ ես ինքս ինձ նույնիսկ ամբողջ կյանքում Երևանում ապրելու պարագայում լոռեցի եմ համարում։ Ճիշտ է, շատ փոքր եմ եղել, 2 տարեկան եմ եղել, ծնողներս տեղափոխվել են Երևան, հայրս աշխատանքի անցել Երևանում, մեծ ավտոբուսային պարկի տնօրենն էր սովետական տարիներին, բայց Կիրովականի Վանաձորի հետ իմ կապերը շատ ամուր են եղել, որովհետև տատիկ, պապիկներ, քեռիներ, մորաքույրներ, բոլորը այնտեղ են եղել եւ ես բոլոր տարվա ընթացքում ուսումնական երազել եմ, թե երբ է ավարտվելու դասերը, որ գնամ Կիրովական տատիկ, պապիկի տուն։ Շատ հետաքրքիր սիրուն հուշեր ունեմ կապված Լոռվա հետ, Կիրովականի հետ, Վանաձորի հետ, բայց ցավոք սրտի հիմա այդքան հաճախ չեմ գնում, որովհետև գրեթե մարդ չի մնացել իմ բարեկամներից, ազգականներից, միայն քեռուս երեխաներն են այնտեղ, բայց հայրս հենց Կիրովականում գերեզմանատանն է թաղված եւ ուզենք չուզենք ինչ որ ձևով կապը դեռ պահպանվում է այդ քաղաքի հետ ու ես շատ սիրում եմ այդ եւ Լոռին եմ սիրում եւ լոռեցիներին եմ շատ սիրում, երբեմն երբ որ Լոռից մարդ է գալիս խմբագրություն, այդ խոսքից հենց զգում եմ, որ այնտեղի ակցենտը կա, այո, թուլանում եմ, անմիջապես սկսում եմ ջերմ բաներ ասել մարդուն եւ այլն։ Մանկությունս այդպես sense ասեմ բավականին շատ ապահովված, ինտելիգենտ ընտանիք, բոլորը բարձրագույն կրթությունով, հայրս, հորեղբայրներս, հորաքույրս բոլորը Մոսկվայում կրթություն ստացած, դե այն թվականներին այդքան հաճախ չէր իհարկե դրսում կրթություն ստանալը, բայց քանի որ մեծ հորեղբայրս գնացել էր իր հետևից ճանապարհը բացել էր, հետո իր քույրերին, եղբայրներին, հորեղբոր տղաներին բոլորին տարավ Մոսկվա, այնտեղ կրթություն ստացան եւ այդ մեծ սովետական երկրի այդ բանը զգացողությունը այն ժամանակ մեր ընտանիքում շատ կար։ Ուրիշ ինչ պատմեմ ձեզ իմ մանկությունից, շատ լավ եմ սովորել, այդ դասանի գերազանցիկ, որ ասում են, այդ ես եմ եղել, իդեալական, այսպես մեդալի թեկնածու եւ այլն, շատ կարդում էի, շատ չափից դուրս շատ, այնքան շատ, որ ասենք հիշում եմ պապիկս գրքերը թաքցնում էր, նույնիսկ զոռով ստիպելով ուղարկում էր բակ խաղալու, ասում էր գնա այգու մանարի, հա, գնա այգու մանարի, գնա մալինակեր, գնա էս արա այն արա, մի այդքան կարդալ չի կարելի եւ այլն։ Բայց ես այդպես անցել իմ մանկությունը, հա, խաղաղ, ապահով, բարեկեցիկ, դրական հուշերով միայն ինձ մնացած։ Այս մեկ շատ եք կարդացել, էլ ինչ նախասիրություններ ունեիք, էլ ինչով եք սիրում զբաղվել։ Այնքան շատ ուսումը, կրթությունը տեղ էր զբաղեցնում իմ կյանքում, որ կարելի ասել, տենց գրեթե ուրիշ որևէ այլ նախասիրություններ տենց չեմ ունեցել, բայց շատ փոքր տարիքից գրում էի եւ շարադրություն, ստեղծագործություններ, ազատ ոճի բաների մեջ շատ միանգամից տենց ձիրքը արտահայտվեց, թեպետ ասեմ ձեզ դպրոցում երևի հավասարազոր եւ մաթեմատիկայի եւ հումանիտար առարկաների ուղղություններով գնում էի այդպես եւ ուսուցիչներս երբեմն նույնիսկ բան էին անում, որ չի կարելի մաթեմատիկական լավ գիտելիքներ ունեցող մարդը չի կարա գնա հումանիտար կրթություն ստանա, բայց ես այդպես ընտրեցի, որովհետեւ երևի պատճառը իմ պատմության ուսուցիչն էր, որը շատ լավն էր, շատ սիրում էի, Հերմինե Բաղդասարյան կար եւ այնպես էտալոն էր, հա, լավ ուսուցչի, հա, այնքան բաներ փոխանցում, սենց կիրթ, գրագետ, այնպես լավ էր մատուցում պատմական անձքերը, բաները, որ ես հենց այն գլխից սենց սիրահարվեցի պատմություն առարկային ու գնացի պատմության ֆակուլտետ։ Այո, այո, պատմության համալսարանի պատմության ֆակուլտետը, դե սովետական տարիներին է պատկերացրեք 79 թվական, հա, երևի մի դար անցել արդեն ավարտեցի դպրոցը եւ այն ժամանակ պատմության ֆակուլտետը շատ
պրեստիժային սա հեղինակավոր ֆակուլտետ էր համարվում, գրեթե նույն մրցույթներ, ինչ որ իրավաբանականում ու շատ լավ կուրս էր այդ կուրսը, որտեղ սովորել եմ 50 հոգի, մենք մինչև հիմա կապը պահում ենք իրար հետ եւ 5-6 գիտությունների դոկտոր ունենք, շատ բաների հասած մարդիկ ունենք, հայտնի դեմքեր, բոլորը իրենց կյանքում կայացել են եւ այլն, եւ շատ հետաքրքիր, շատ լավ ուսանողական նաեւ տարիներ եմ ունեցել այդ 5 տարի։ Տիկին Օհանյան, եթե վերադառնանք ձեր մանկության տունը Վանաձորում, հիմա հնարավորություն ունենայիք այդ դուռը բացելու, առաջին պատկերը, որ կուզեիք տեսնել, ինչն է։ Ես ընդհանուր վերջերս երևի 20 օր առաջ եմ եղել, ցավոք սրտի դժբախտ առիթով իմ հորեղբոր աղջիկներ մահացել եւ գնացել եմ եւ հենց այդ տանն են կարել արարողությունը, այնտեղ շրջել եմ, եմ մտել, դուրս եմ եկել, այնպես շատ հենց սիրտս թրթռում էր այդ հուշերից, բաներից։ Գիտեք, շատ բան կա կապված այդ տան հետ, այդ մանկության հուշերի մեջ շատ բան կա, որին անդադ վերադառնում ես եւ երբեմն նույնիսկ ասեմ ձեզ երազներումս տեսնում եմ, որ այդ տանը ինչ որ բան է տեղի ունենում, ես հիմա այնտեղ, չգիտեմ, ինչ մարդկանց հետ եւ այլն։ Ամենաշատ տպավորված հուշս երևի իմ տատից է, տատիկս շատ ուժեղ կին էր, 96 տարի ապրեց, մինչև վերջի օրը տենց գիտակցությունը տեղը, շատ սթափ, առողջ մտածող, եւ ես կարծում եմ, որ իր ժառանգների մեջ հենց այդ տատիկիս այդ ուժը, այդ խելքը, այդ վերլուծելու ունակությունը հետաքրքիր է, որ տենց շատ բարձր կրթություն չէր ստացել, բայց ինքը այնպես քաղաքական վերլուծություններ կարող էր անել, շատ իմաստուն ու բանկին էր, տենց ճիշտ բաներով, ոչ էմոցիաներն էր շատ ցույց տալիս, ոչ կարող էր այդ երեխեքին երես չէր տալիս, բոլորի նկատմամբ շատ տենց սթափ, այդ տունը իր վրա էր կառուցած, էլի, այդ տատիս ձայնը ականջներիս մեջ է, դուռը որ բացում եմ, ես տատիկս եմ պատկերացնում, էլի։ Այսպես տատիկի ձայնը կարող ենք ասել, որ մանկության են ձայնը, համը, հոտը հենց տատիկի հետ ենք ասոցացրել։ Հա, բայց գիտեք, հետաքրքիր է, որ իմ տատիկը այն բարի լավ տատիկներից չէր, էլի, որոնք մարդիկ հիշում են, ասում են, հա, փեշիցան այդ կոնֆետը տվեց, չգիտեմ, էս արեց, այն արեց, չէ, այդպես տատիկ չէր։ Ինքը ավելի շատ խելքի բանի, կյանքի, այո, պատասխանատվության, կյանքի խորհուրդների, բաների համար ինձ շատ օգտակար բաներ են իրանից անցել, բայց որ ասեմ, որ տենց այն լաչակը կապած են բարի տատիկներից էր, չէ, հակառակը շատ դաժան բաներ ուներ, շատ խիստ բաներ ուներ, այդպես։ Հետաքրքիր է, Տիկին Օհանյան, այսպես դուք անցում կատարեցիք արդեն համալսարանական կյանքին, սովորեցիք որպես պատմաբան, որն էր ձեր առաջին աշխատանքը։ Ես այդպես ստացվեց, որ երբ որ ավարտեցինք վերջին կուրսում արդեն ամուսնացած էի եւ բալիկ էի սպասում, եւ եթե իմ կուրսեցիները հենց ավարտեցին ու սկսեցին աշխատել, ես չէի կարող, որովհետեւ ես ավարտեցի ու աղջիկս ծնվեց, մեծ ավագ դուստրս, եւ 2 տարի երեխայի խնամքով էի զբաղվում, այն ժամանակ այդպեսի բան չկար, որ դայակ վարձես եւ գնաս աշխատես, հա, ես 2 երեխայի հետ էլ 2-ական տարի տանը նստել եմ եւ սիրով հիշում եմ այդ տարիները, շատ լավ տարիներ են եղել իմ համար։ Այդ 2 տարուց հետո պատկերացրեք, ուրեմն եկավ 86-87 թվականներ, արդեն այդ պերեստրոյկա, սովետական միության քանդվել, Գումարի փոփոխում, այո, հասարակարգն էր փոխվում, ամեն ինչ փոխվում էր, իսկ ես ինչ էր, ասենք, սովետական պատմագիտության մասնագետ, պատկերացրեք, ես համարում եմ, որ մասնագիտություն չունեցող մարդ էի, երբ որ քանդվեց սովետական միությունը, որովհետև այդ պատմություն նախ ոչ մեկին պետք չէր, եւ երկրորդն էլ դրա մեջ այնքան շատ կեղծիք կար, սուտ կար, սխալ կար, որ հնարավոր էլ չէր դա որպես մասնագիտություն հետո կյանքում կիրառել, էլի։ Վերանայելու կարիք կար։ Այո, եւ վերանայելու եւ փոխվել էր, էլի, երկիրը փոխվել էր, հիմա լիքը մարդիկ մեկ էլ պարզեցին, որ իրանք չունեն մասնագիտություն, չունեն զբաղմունք, չունեն աշխատանք, չունեն եկամտի աղբյուր եւ սկսեցին նոր մասնագիտություններ, չէ, ձեռք բերել այդ ընթացքում։
Իհարկե կար ճանապարհ, ես կարող էի դպրոցում ուսուցիչ աշխատել պատմության, ինչպես իմ կուրսեցիների մի մասը արեցին, բայց այդ աշխատանքը ինձ չէր գրավում, հա, ես դրանով չէի ուզում զբաղվել։ Այդպես ստացվեց, որ առաջի աշխատանքս եղել է տրանսպորտի ոլորտի հետ կապված մի հիմնարկում, ուղղակի այդպես մի քանի ժամով գնում էի եւ այդ Ղարաբաղյան շարժում, բան, այդ արդեն այդ ազատության, այդ բաները քանդվելու, հա, այդ շրջաններ, որ երբ որ շատ կարդում էինք, շատ փոխվում էր ամեն ինչ, նաև այդ երկաթե վարագույրը բացվում էր, հա, սկսում էինք նայել, թե աշխարհում ինչ է կատարվում եւ այլն, եւ ես համարում եմ, որ ես այդ 2 տարին, որ աշխատել եմ այդ հիմնարկում, մի հատ ինժեների աշխատանք էր, էլի, այդպես ձևական մի բան։ Այդ տարիները ինձ համար եղել են շատ լավ ինքնակրթության տարիներ, որտեղ ահա որ շատ կարդում էի, այն ժամանակ մեկ էլ ինչ պարզվեց, որ լիքը մարդիկ ունեն չտպված գրքեր, գրականություն, հոդվածներ էին թարգմանվում արտասահմանից, ռուսական այդ ամսագրերում շատ մեծ միտքեր դրվում, շատ մեծ հետաքրքիր բաներ էին տպագրվում եւ ես sense ոնց որ ասած այդ աշխատանժամերը օգտագործում էի այդ գրականությունը կարդալու համար, այդ աշխատանքը շատ պրիմիտիվ աշխատանք էր, այնտեղ առանձնապես բան չկար անելու, մեծ ազատ ժամանակ կար եւ ես այդ ընթացքում սարսափելի շատ կարդում էի։ Հետո 88 թվականին այդպես ստացվեց, որ որոշեցի, որ պիտի լրագրությամբ զբաղվեմ։ Մի հատ հոդված գրեցի 87 թվականին, ավելի շուտ, 87 թվականներ։ Ուրեմն մի հատ հոդված գրեցի եւ ուղարկեցի 3 լրատվամիջոցի, այն ժամանակ իր post-ով նամակի ծրագրի մեջ դնում ուղարկում էինք, ասում էինք, դա ինչ կլինի, էլի։ Այնպես ստացվեց, որ 3 տեղից էլ արձագանքեցին։ Մեկը ռադիոն էր, որ դրեց այդ իմ գրած հոդվածը, հրապարակեց Հանրային ռադիոն։ Այնուս ինչ որ թերթեր, 2 թերթ էին, 2 տեղից էլ զանգեցին, ասեցին, ուզում եք աշխատանք, մենք ձեզ ինչ որ ձևով, բան, տենց ստացվեց, որ սկսեցի թղթակցել, հա։ Այդ ընթացքում ես հասկացա, որ պետքա անցում կատարել եւ սկսել արդեն ինձ դուրեկող աշխատանքով զբաղվել, էլի, ոչ թե ընդհանրապես տենց ժամավաճառություն բան անել, ու բացվեց, որ հայ էլեկտրաշարժիչ գործարան կար, որը ուներ թերթ, եւ այդ թերթը տպագրվում էր 2000 օրինակով, այսինքն այնքան, ինչքան մեր հիմա համապետական թերթերն են տպվում։ Այդ գործարանում բացվեց թերթի խմբագրությունում տեղ կա աշխատանքի, առաջին աշխատանքը ես համարում եմ պրոֆեսիոնալ աշխատանք, այդտեղ 87 թվականին ընդունվեցի էլեկտրաշարժիչ գործարանի թերթ, որ 1 տարի հետո դարձա այդ թերթի խմբագիրը։ Այ հետաքրքիր է, մայրության արձակուրդից հետո սկսել եք աշխատել, այդ առաջին աշխատավարձ ստանալու զգացողությունը, ինչի վրա վատնեցիք, ինչի վրա ծախսեցիք։ Դա ճիշտ ասած չեմ հիշում, որտեղ այնքան փոքր աշխատավարձ էր, այդ որ երեխայի արձակուրդից հետո երեխայի հետ կապված, կարծեմ, եթե չեմ սխալվում 90 ռուբլի էր ընդհանրապես, սովետական տարիներին նվազագույն աշխատավարձը դա էր, ինժեներները այդքան էին ստանում, էլի գոնե շարքային ինժեներները։ Շատ մեծ գումար չէր, թեպետ չափման միավոր որպես ուրիշ էր, էլի հիմա, եւ ապրանքների արժեքներ ավելի էժան եւ տենց մի քիչ ավելի երևի մարդիկ կային, որ կարողանում էին ապրել, հա, այդ 90 ռուբլով։ Ընտանիքում մեր մի քանի հոգի աշխատում էինք եւ տենց չի որ տենց կարիք զգացել ենք, փողի պակաս ենք զգացել, իսկ արդեն 90-ականներից որ սկսեց փոխվել երկիրը, գրեթե միշտ այդ լրատվամիջոցներում բավականին բարձր աշխատավարձ եմ ստացել, այդ պահի դրության համար լավ բարձր է, ինձ չի որ հիմա այդ նույնն է։ Աշխատավարձ միշտ երբեք չի եղել աշխատավարձը կարևոր իմ համար։ Միշտ երբեք միշտ մտածել եմ, որ շատ բարձր աշխատավարձով ինձ տհաճ աշխատանք երբեք չեմ կարող ես անել, հա, ասենք մարդիկ կան, որոնք հանում բարձր աշխատավարձի, այնպես մեռնելով, սպանվելով գնում են գործի, չէ, գնում են ինչ-որ մի բան անում են, ասում են զատո լավ փող ենք ստանում, ես երբեք չէի կարող անել, ես ինձ համար ավելի լավ է
աշխատավարձը ցածր լինի, բայց աշխատանքը լինի հաճույք պատճառող, սիրելի, այո, որ դու բավարարում ստանաս այդ աշխատանքից։ Երկար տարիներ թղթակցել եմ տարբեր լրատվամիջոցների, բացարձակապես անվճար եւ դրա դիմաց ոչինչ չակնկալելով, պարզապես որտեվ սիրել եք աշխատանքը։ Ուզեցել եմ գրել, հա, այդ գրելու պահանջը ոնց որ միշտ եղել է, ասենք ինչ որ մի բան էի տեսնում, զայրանում էի կամ, չգիտեմ, կրթության ոլորտի հետ կապված երկրի խնդիրների էսի ու տենց ստացվել է, որ գրել եմ, ուղարկել եմ ու երբեմն զարմացել եմ, երբ որ հոնորար են տվել դրա դիմաց, այդպես ասեմ։ Մինչ հրապարակին անդրադառնալը դուք տարբեր լրատվականներում եք աշխատել, այլ որ լրատվականն է, որ ամենաայսպես տպավորիչ ու հետաքրքիր պատմությունն է հետևից թողել ձեր կյանքում։ Ուրեմն 90 թվականին ծնվել է իմ փոքրիկ աղջիկը, 92-ին արդեն սկսեցի աշխատանք փնտրել, պատկերացրիք չէ, որ 90-92 թվականներ այդ նոր երկիր է ձևավորվում, նոր իշխանություն, նոր միջավայր, հա, Ղարաբաղյան շարժումն է, մենք երկիրը անցում է կատարում եւ լիքը խնդիրներ ունի եւ այլն։ 92-ին սկսեցի աշխատանք փնտրել ու այնպես ստացվեց, որ ազգ թերթից ինձ կանչեցին իրենց մոտ աշխատելու։ Շատ պատասխանատու էր իմ համար այդ աշխատանքը, որովհետև 92 թվականին ազգ թերթը տպվում էր մոտ 50,000 տպաքանակով, պատկերացրեք, տենց երկրի լավագույն լրատվամիջոցներից էր համարվում, ամենամեծը իհարկե երկիր օրաթերթն ուներ, հետո նոր ազգը, բայց ինքը ազգը շատ լավ համ դպրոց էր, համ շատ լավ կոլեկտիվ էր, համ շատ հետաքրքիր դե Հակոբ Հավետիքյանը խմբագիրն էր, բայց իրականում մեզ հետ աշխատում էր իր տեղակալը Համլետ Գասպարյանը, որին ես համարում եմ իմ առաջի ուսուցիչը, շատ բան եմ սովորել, թեպետ շատ բարդ է եղել, այդ մի 8 ամիս եմ աշխատել Համլետի հետ եւ մենք այդպես կոնֆլիկտով եմ դուրս եկել, բայց համարում եմ, որ իմ առաջի դասերը, որ ստացել եմ, ինչպես գրել հոդված, ինչպես նյութին մոտենալ, ինչպես սկսել, ինչպես մարդկանց հետ զրուցել եւ այլն, այդ ամեն ինչը Համլետից շատ բան եմ սովորել։ Այդ 8 ամիս աշխատել եմ եւ համարում եմ, որ լավ եմ աշխատել, հա, այդպես նվիրված բան, ճիշտ է, 2 երեխա ունեի, հիմա որ նայում եմ, թե մեր լրագրողները ոնց են մի երեխա չեն կարողանում իրենց աշխատանքին զուգահեռ ունենան բանանել, հա, ամեն ինչ խանգարում է իրենց լավ աշխատելուն, հա։ Ես այդ 2 երեխայի հետ աշխատել եմ եւ մի օր չեմ բացակայել, մի օր չեմ, չգիտեմ, ասել հիվանդ եմ, լավ չեմ զգում, չեմ ուզում այսօր նյութ գրեմ եւ այլն, տենց 8 ամիս աշխատելուց հետո տեղափոխվել եմ Երկիր օրաթերթ, Երկիրը դե դաշնակցության թերթն էր եւ շատ ավելի ոնց որ ասած կոնկրետ դիմագիծ ունեցող թերթ էր, հա, դաշնակցության ներկայությունը զգացվում էր։ Ծրագրից երևում էր, որ Երկիրն է։ Այն ժամանակ դե պատկերացրեք 93 թվական պատերազմ, Ղարաբաղի հարց, տենց լարված վիճակ, երկրում լիքը բաների պակաս, մութ ու ցուրտ տարիներ, չկար, այս համակարգիչներ բան չկային, այդ համացանցը չկար, դե պարզա ամեն ինչ շատ ուրիշ էր։ Հիմա որ ասենք մեր լրագրողները մի պահ վերադառնային 92-93 թվականներ, վստահ չեմ, որ կարող էին հոդված գրել ընդհանրապես, որտեվ մի ինֆորմացիա ճշտելու համար, ասենք ոտքով կարող էինք հասնել, ես իմ աշխարհի ծայրը, հա, կամ հեռախոսները նույնիսկ չէին աշխատում քաղաքային, հնարավոր չէր որևէ բան ճշտել։ Մի խոսքով շատ բարդ էր։ Էլ չեմ ասում, որ այդ մթի պայմաններում մենք ձեռքով գրում էինք, հետո մի հատ աշխատող կար, որը գնում էինք կողքը նստում թելադրում էինք մեր գրածը, ինքը մուտքագրում էր այդ ամեն ինչը։ Դվիժոկներով էր աշխատում խմբագրությունը, որտեղ լույս չկար, հոսանք չկար, ֆուջիկաները դրած սենյակներում խեղդվում էինք այդ ծխից, չէր տաքացնում ինքը, բայց դե ոչինչ, բան տարիներ էին, որ երիտասարդ էինք, իմաստ էինք դնում մեր արածի մեջ, հա, մեծ հույսեր ունեինք, որ շատ լավ է լինելու ամեն ինչ,
պատերազմում հաղթանակները մեծ ոգեշնչում էին, մեզ թվում էր թե հիմա հեսա դուրս ենք գալու այս վիճակից եւ այտենց հաղթանակած մի հատ փայլուն երկիր ենք կառուցելու, խոսքով շատ բան հետաքրքիր ուշեր արթնացրի քա։ Հրաշալի է, ըստ ես, որովհետև չեմ ուզում արժեզրկել նաև մերօրյա լրատվական դաշտը, մերօրյա հնարավորությունները, որովհետև մեր օրելում էլ իր հետաքրքրությունները, այո, եւ դժվարությունները, եւ հետաքրքրություններն ու գեղեցիկ կողմերն ունի, բայց ձեզ համար որպես թե մի թե երկրորդ ժամանակաշրջանում էլ ակտիվ լրագրությամբ զբաղվող մարդու, այ որն էր ավելի այնպես լրագրողի մասնագիտությանը այսպես գույն ու տեսք տվող ժամանակաշրջան։ Կամ ձեզ համար ավելի ջերմ նկատի ունեք այդ թերթերի տպագրության, երբ չկար համացանց, երբ մարդը սպասում էր այսպես մի օր, որ թերթը լույս տեսնի, հետո գնային ինֆորմացիա ստանային։ Գիտեք, սենց ասեմ, բոլոր ժամանակներում լրագրությունը այն մասնագիտությունն է, որ դու միշտ իրադարձությունների կենտրոնում ես եւ միշտ այդ ամեն ինչը քո միջով է անցնում, հա։ Ես հիմա որ վերադառնում եմ, հիշում եմ, ասենք 96 թվականի ընտրություններ, հետընտրական այդ թողոբով, 99 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործություն, թե մենք ինչ վիճակում էինք, գիշերները չէինք քնում, ամբողջ օրը դրանով էինք զբաղված, ես ինքս 3 տարի լուսաբանել եմ այդ դատավարությունը եւ դա ծանր հոգեկ մաշ նաև աշխատանք էր իր մեջ բանանում, բայց դու անընդհատ ոնց որ երկրի կյանքը քո կյանքի հետ խառնված էր, միաձուլված, դու չէիր կարող դրանից անջատ քո կյանքն ունենաս եւ ասենք չհետաքրքրվես, չիմանաս ինչ է կատարվում։ Ազդեցություն ուներ։ Այո, բոլոր ընտրություններին ժամանակ ընտրություններից հետո հետընտրական պայքար այդ թեկուզ, չգիտեմ, ընտրակաշառքների, ընտրակեղծիքների հետ կապված այդ մեր տառապանքները, որ մենք ապրել ենք, այդ ամեն ինչը եղել է եւ մենք այդ ամեն ինչի մեջ ենք եղել։ Ես տենց որ ասեմ ինչ որ մի շրջան առանձնացնեմ, չեմ կարող առանձնացնել, որովհետեւ միշտ եղել եմ, աշխատել եմ քաղաքական օրաթերթերում եւ քաղաքական իրադարձությունների բուն կիզակետում եմ եղել։ Ճիշտ է, ազգային ժողովում չեմ աշխատել, ես չէի սիրում, չեմ հավատարմագրվել, բայց ասենք Երևանի քաղաքապետարանի իրադարձություններն եմ լուսաբանել եւ լիքը հետաքրքիր պատմություններ են եղել, սկանդալներ են եղել, նրանց հետո իրավական թեմաներն եմ լուսաբանել, այդ դատավարությունները բոլորը, այդ ամեն ինչը շատ հետաքրքիր է եղել։ Մենք ի վերջո ես միշտ համարել եմ, որ լրագրությունը շատ հետաքրքիր մասնագիտություն է եւ եթե դու ուզում ես լիարժեք կյանքով ապրել, հետաքրքիր կյանքով ապրել, շատ ճիշտ է, որ դու լրագրություն ընտրես, հա, եւ հիմիկվա երիտասարդներին էլ խորհուրդ եմ տալիս, լավ լրագրողից լավ բան չկա իրականում։ Իհարկե մենք հիմա շատ է վարկաբեկվել մեր մասնագիտությունը եւ շատ խոտորված երևույթներ են հայտնվել մեր մասնագիտության մեջ, բայց դա երևի այդքան էլ լրագրողների մեղքը չի, ինչքան այդ ընդհանուր մթնոլորտի, երկրի, այս իշխանությունների արածների, չարածների, ամեն ինչի ոնց որ հայելին է, հա, ինքը լրագրությունը, այդ ամեն ինչի իր վրա երևում է, թե ինչպիսին է երկիրը։ Սենց որ ասեմ, ես գուցե իմ անցած ճանապարհը բաժանում եմ ըստ լրատվամիջոցների, հա, որ լրատվամիջոցում ինչքան ոնց եմ աշխատել ու ինձ ոնց եմ զգացել։ Դե գիտեք, երևի 8-9 տարի աշխատել եմ Հայկական ժամանակում, Նիկոլ Փաշինյանն է եղել խմբագիրը, այդ շրջանն էլ եմ համարում լավագույն շրջաններից մեկը իմ կենսագրության, որովհետև այն ամենաակտիվ իմ տարիքներ եւ ես նաև պասիվ լրագրող չեմ եղել, էլի շատ ակտիվ լրագրող եմ եղել, հա, մի ամբողջ էջեի պահում եւ այլն, հազար մի բան էի անում։ Այդ շրջանն էլ վատ շրջան չի եղել, բայց ես հատկապես դե պարզա որ սիրում եմ հրապարակի շրջանը, երբ որ 2008 թվականին որոշեցի, որ պիտի թերթ, ես ինքս թերթ անեմ, որտեղ շատ թերթերում աշխատել էի, շատ լրատվամիջոցներում եւ ոնց որ ասած վատ խմբագիրների, վատ ղեկավարի այդ ազդեցությունը կամ դերը իմ կյանքում շատ էր եղել, հա, ես մտածեցի, որ ես կարող եմ լավ խմբագիր լինել, լավ լրատվամիջոց անել,
այդպես ստացվեց, հետո ոնց որ մի քանի բան իրար զուգադիպեցին, հա, այտենց միտեղ մի քիչ կոնֆլիկտ ունեցա, փորձեցի այլ աշխատանքի անցնեմ, գնացի դատարանում խոսնակ էի աշխատում 7 ամիս, բայց հասկացա, որ դա իմը չի, իմը ակտիվ լրագրությունն է եւ նորից վերադարձա լրատվական դաշտ ու այդպես առաջարկ եղավ, որ արի ինչ չես քո թերթ անում, արա, ու այտենց ոնց որ համոզեցին ընկերներ, բարեկամներ, շրջապատ, ասեցին, այո, ինչի ես ուրիշի համար աշխատում, երբ որ դու կարող ես ինքդ անել քո պատկերացումներով, քո ոնց որ ասած կյանքի փորձը նաև օգտագործես լրատվամիջոց ստեղծելու վրա։ Ու այտենց 2008 թվականին ստեղծեցի հրապարակը։ Հրապարակի մասին դեռ հարցեր ունեմ, բայց ինձ մի այլ հարց է հետաքրքրում, ինչ հրապարակին հասնել է, դուք աշխատել եք կրթության նախարարության լրատվության բաժնի որպես մամուլի խոսնակ եւ ինձ հետաքրքրում է, այս հարցը շատ միշտ հետաքրքրում է տարբեր լրագրողների հետ կապված, ինչպես է կարողանում ընդդիմադիր լրագրողը աշխատել պետական կառույցում, ներկայացնել պետական կառույցի տեսակետ եւ եղել է, որ օրինակ, չգիտեմ, ի պաշտոնե ստիպված լինեք խոսել ու անգամ այսպես դրական ներկայացնել մի բան, ինչին իրապես դուք այնքան էլ դրական չեք վերաբերվել։ Չի եղել տենց բան։ Նախ ես ուրեմն խոսնակ եղել եմ 94 թվականին, ոչ միայն խոսնակ էի, խոսնակ չէի, ավելի շուտ հասարակայնության հետ կապերի վարչության պետն էի եւ իրենց պաշտոնաթերթի խմբագիրն էի, բայց ինձ նախ հրավիրել էին որպես խմբագիր։ Հետո նախարարության ղեկավար կազմը համոզեցին, ասացին, որ չունենք վարչության պետ, արի զուգահեռ երկու գործն էլ արա, այս վարչության աշխատակազմը նաև թերթի ձևավորմանը կմասնակցի, նաև լրագրողություն կանեն, տենց ոնց որ ասած երկու ծախսը, երկու հոգսը միտեղ կհոգանք, տենց ավելի հարմար կլինի։ Ու այդ ժամանակ քանի որ կրթության նախարարությունը գնում էր բարեփոխումների ճանապարհով եւ տենց լուրջ ծրագրեր ունեին, որ պիտի հեսա դպրոցներում հեղափոխություն անեն եւ այլն, ես իրականում այդ բարեփոխումների գաղափարի նաեւ աջակցելու նպատակով եմ մտել։ Ասեմ ձեզ, որ ես տենց հեշտ աշխատող չեմ եղել ոչ միտեղ, հա, ոչ միտեղ երբեք իմ տեսակետին, իմ կարծիքին, իմ պատկերացրածին հակառակ բան եթե արել են, միշտ հակադրվել եմ, միշտ եղել է հրապարակային եմ հակադրվել, եղել է նաև կուլիսներում եմ հակադրվել, ասել եմ, որ ես ինչ բանը սխալ է, չի կարելի այսպես անել եւ այլն։ Շատ երկար չտվեց, 2 տարի եմ ընդամենը աշխատել, որտեվ հետո եկավ նոր նախարար, որ ունեցավ տենց իմ հետ կապված բաներ ուներ, ուրիշ վերաբերմունք ուներ եւ ես շատ արագ դուրս եկա, զգացի, որ չեմ կարող ես այդ պայմաններում աշխատել։ Դուրս գալու այդ խոսնակի պաշտոնից դուրս գալուց հետո կարծեմ մի 6 ամիս դեռ թերթը տպագրում էի, դպրոց թերթ էր կոչվում կրթության նախարարության պաշտոնաթերթը, լավ թերթ է, շատ սիրում էին, դպրոցներ էր գնում, բոլոր ուսուցիչները կարդում էին։ Վերջերս բոլորովին թերթը կար հիմա։ Չէ, վերջերս չէ, իմ դուրս գալուց հետո կրթության նախարարությունը մի կարճ ժամանակ հետո ստեղծեց կրթություն թերթ։ Այո, կրթություն դարձրեց անունը եւ այդ կրթություն թերթը կարծում այո, չէ վերջերս կար, բայց էլի փակեց Շանն Անդրեսյանը համարեց, որ ոլորտը կարիք չունի պաշտոնաթերթի։ Ինձնից հետո Սերոբներ Խաչատրյան, Իմիջայլոց, որը հիմա կրթության գիտեք լավագույն փորձագետներից է Հայաստանում, ինքը ոնց որ մամուլից եկավ այդ ոլորտ ու մնաց այդ ոլորտում։ Իսկ ես այնտեղից նորից վերադարձա մամուլ լրատվամիջոց, որտեվ այս ինձ ավելի հարազատ ոլորտ է։ Ինձ համար բացահայտում արեցիք, որովհետև ես պարոն Խաչատրյանին միշտ որպես կրթության փորձագետ եմ այսպես ճանաչել։ Լրագրող էր աշխատում, հետո ինձնից հետո առաջարկեցին խմբագիր եւ ինքը ճիշտ արեց, որ համաձայնվեց, որովհետեւ ինքը ճանաչում է ոլորտը։ Այո, ճանաչում է, հետո ինքը շատ լավ մասնագետ դառավ այս տարիներին, էլի արժեքավոր մարդ է։ Դուք խոսեցիք ձեր հայկական ժամանակում աշխատած ժամանակաշրջանի փորձի, նաև հիշողությունների մասին, այդ շրջանից ամենայդպես տպավորիչ շրջանը, պահերը, որ սկսեք մեզ հետ հարաբերությունների, գուցե ձեռքբերումների կամ կորուստների տեսանկյունից։
Դե չգիտեմ, երբ մի երկու անգամ պատմել եմ տարբեր տեղերում 98 թվականին է թերթը սկսել տպագրվել, հայկական ժամանակ չէր, այն ժամանակ օրագիր էր կոչվում։ Մինչև այդ որ Նիկոլը խոսում էր ծրագրում էր, դե մենք ես Նիկոլը 95-ին ենք ծանոթացել, այդ կրթության երբ որ խոսնակ էի, վարչության պետն էի, ինքը գրում էր այդ ոլորտի հետ կապված ու տենց ստացվեց, որ գնաց եկավ, ծանոթացանք, շատ արագ մտերմացանք, հա, շատ այնց ջերմ հարաբերություններ էին հաստատվել, լավ, պարզ, այնց գյուղացի, գյուղից եկած բան մաքուր ազնիվ տղա էր, որը էլի տենց համարցակ գրում էր, ինչ մտածում էր, ասում էր եւ այլն, այդ ժամանակ ինձ շատ հետաքրքիր տեսակ էր, հա, 12 տարվա տարբերություն կա մեր մեջ իհարկե, ես իրենցը 12 տարով մեծ եմ, բայց հենց ոնց որ ասած բավականին հասուն էր, ինքնուրույն էր, հետո եկել էր Իջևանից, մենակ ապրում էր այստեղ, գրեթե չէին օգնում, ինքը համաշխատում էր, անսովորում էր եւ այլն, այդ թվերն էր, էլի ուսանողական տարիներն էր իր։ Հետո ուրեմն 95-ին ծանոթացել ենք, հետո 98-ին արդեն ընտանիքներով էինք ընկերություն անում, ինքը արդեն աննան կար իր կյանքում, մենք էլ ես էլ իմ ամուսնու հետ իրենց անընդհատ միասին էինք լինում, շատ միջոցառումների, բաների։ Ընդհանուր հիշողություններ։ Հա, այո, ամեն ինչ եղել է, շատ երկար, մեր տանն են եղել, մենք ենք իրենց տանը եղել, իրար հետ համատեղ հանգստացել ենք եւ այլն, այդ չի կարևոր։ 98-ին որ սկսեց ծրագրել, որ ինքը իր թերթը բացի, ես շատ թերահավատ էի, չէի հավատում, որ ստացվելու է, որովհետեւ նախ շատ երիտասարդ էր, հետո չուներ ոչինչ, ոչ փող, ոչ միջոց, ոչ տեխնիկա, ոչ գրասենյակ, ոչինչ չուներ, բայց ուներ ցանկություն եւ արդեն բավականին կենսագրություն ուներ, հա, որպես լրագրող, մի քանի տարի մոլորակում աշխատել էր Հայկ Ազիմոտ Ղահարյան եւ այդպես կայացած լավ լրագրող էր, բայց դե հիմա ամեն լրագրող չի կարող թերթ ստեղծել, հա, երբ որ դու նաեւ չունես կապիտալ, չունես հնարավորություններ, չունես գրասենյակ, մի քիչ ռիսկային է, հա։ Ես միջև վերջի պահը չէի հավատում, որ ստացվելու է, մեկ էլ Լիլջանում հանգստանում էինք, ես ու Աննան, զանգեց, ասեց թերթը գրանցել եմ արդեն, թերթը գրանցել եմ, ՍՊԸ-ն գրանցել եմ, չգիտեմ ինչ եմ արել, ես եմ արել, են եմ արել, բայց տեխնիկայի խնդիր ունենք, չգիտեմ, ես ունենք, են ունենք, գրասենյակը այդ իմ նախկին ամուսնու տրամադրած գրասենյակներ, տեխնիկան իմ անձնական համակարգիչը, պրինտերը եւ այլն ես տրամադրեցի, մի խոսքով եկանք սկսեցինք մի քանի հոգով բան անել, բայց հետաքրքիր էր, որ այդ տարիներին այնքան շատ էնտուզիազմը մեծ էր, որ մարդիկ կային, որոնց հետ մենք շփվում էինք, որոնք այտենց նեղ մի հատ ինչ որ շրջանակ էր, որոնք ասենց ասեմ այլախոհներ էին, էլի, հա, ազատամիտ մարդիկ էին, օրինակ Տիգրան Հայրապետյանն էր հայտնի հրապարակախոս, Աղասի Ենոքյաններ, Թաթիկ Հակոբյաններ, ելով էր մի քիչ ավելի ուշ եկավ Հայկը Գևորգյան, ելով կար այդ տարիներին, այդպես մի հատ ինչ-որ խումբ ձևավորվեց, որը օրագրի ստեղծագործական խումբն էր, այդ ժամանակ նույնիսկ տենց քննարկվում էր, քանի որ Նիկոլը խմբագրի փորձ չուներ, Թաթիկն էր Հակոբյանի հիմնականում նյութերը կարդում, խմբագրում եւ տենց որոշվեց, որ այդ խմբով սկսում ենք թերթ հրատարակել, հա, ինչ որ աշխատանքի բաժանում բան արեցինք, անդադ քննարկումներ էինք անում, հավաքվում էինք, հիմա ճիշտ ասած այդքան լավ չեմ էլ հիշում, բայց երկար զրուցում էինք, խմում էին, բլոտ էին խաղում, գարեջուր էին խմում, այդ բանը տարածքը դարձավ մի տեսակ ոնց որ ակումբի նման մի բան էր դարձել, որտեղ համախոհ եւ իրար հավասար հնարավորությունների, գիտելիքների, ասենց ասեմ, կամ ունակությունների տեր մարդիկ էին հավաքված, ոչ մեկը լիդեր չէր, այդ թվում Նիկոլը լիդեր չէր, պարզապես Նիկոլը մեջների ջահելներ եւ ավելի հակված էր, որ ինքը խմբագիր լինի, ինքը տենց իր առաջ տենց ծրագրով մարդ էր, այն ժամանակ էլ էր ծրագիր կազմում, որ սենց անեմ, նենց անեմ։ Մյուսները այդքան զալա չունեին, Տիգրան Հայրապետյան օրինակ տաղանդավոր տղա էր, բայց
ծույլ էր, հա, արեք հավես կունենար, կարար օրվա մեջ 10 հատ հոդված գրեր, մեկ էլ կարող է մի շաբաթ գնար Զապոյի մեջ ու էլ ոչ մի բան չգրեր, այսինքն իր վրա չէր կարելի դնել այդ պարտականությունը, այտենց բան, բայց ասենք Թաթիկը գլուխը կախ իր համար կարդում էր, շատ լավ գրագետ, խմբագրում էր տեքստերը, մի խոսքով Վահեն Հովհաննիսյան, հա, այդ շրջանում, էլի մարդիկ կային, որոնք գնում գալիս էին անդադ խմբագրությունը, ոնց որ մի հատ sense ոնց որ մի հատ կուսակցության թե ինչ որ հակայի նման մի բան էր դարձել, որտեղ լիքը մարդ գնում էր, գալիս էր, շփում էր, հետո տենց համարցակ բաների վերջո այդ թվերին նույնիսկ թերթ սկսելը, հա, դա դաշտը թվում էր թե լիքն է, լիք թերթեր կան, տեղ չկա, սպառում չի կարա լինի, չենք կարա այդ բանը ճեղքենք այդ դաշտի մեջ մենք ման անել, ձեր տեղը գրավեք։ Հա, ձեր տեղը գրավենք, բայց ստացվեց, որտեղ նախ Նիկոլը իրոք շատ կազմակերպված ու աշխատասեր մարդ է եւ այդ ժամանակ էլ էր ինքը լավ կազմակերպիչ էր, հա, ինքը խնդիրը դնում էր առատը շուտ վեր էր կենում 24 ժամ կարար կապի մեջ լիներ, անընդհատ նստեր համակարգչի մոտ, անընդհատ գործին հետևեր, հանձնարարություններ տար, սրա հետ հանդիպեր, նրա հետ հանդիպեր, ցենց անընդհատ բզբզով բաներ, մեղվի պես աշխատում էր, հա, եւ կազմնել էր լավը, շատ լավն էր, իրոք շնորհալի մարդիկ էին բոլորն էլ ու բոլորի ամեն մի գրած հոդվածը ոնց որ ասած թերթի կայացմանը նպաստելու հնարավորություն էր ու դա շատ արագ իր արդյունքը տվեց մի քանի տարի հետո մեկ էլ տեսանք, որ հայկական ժամանակը, այսինքն մի տարի հետո օրագիրը դարձավ հայկական ժամանակը արդեն դաշտում այնց կարևոր առաջատարի դերը գրավել, հա, տեղագրավել, արդեն ամենալավ սպառվող թերթն է, ամենաշատը հայկական ժամանակն են ցիտում, դրան նպաստեցին նաև այդ սկանդալները, դատավարությունները, Նիկոլի նկատմամբ դատերը եւ այլն, ինքը ոնց որ ասած շատ արագ կայացավ։ Ինչ է ուզում ասել, մի բանի համար է ես բոլորը պատմում, որ հետո, հա, առաջի կազմը ամենալավն էր, ոնց որ հիմա, չէ, նայում ենք 2018 թվականին, այդ կառավարության կազմը կամ Նիկոլի շուրջ եղած մարդիկ ամենավորակյալ կազմն էր, չէ, հետո քանի գնաց մաղվեցին, լավ մարդիկ, խելացի մարդիկ, ինքնուրույն մարդիկ, սեփական կարծիք ունեցող մարդիկ սկսեցին դուրս գալ Որտեվ նախ իր հետ դժվար էր աշխատելը, հետո ինչ որ մի պահից երևի, ես հիմա որ հետ եմ նայում, այդպես եմ հասկանում, որ ինքը սկսեց նախընտրել գորշ մարդկանց, հա, իրեն չհակաճառող մարդկանց, այն մարդկանց, որոնց հետ հեշտ է աշխատել, որոնք իր ասածը հալածյուղի տեղ ընդունում են, չեն առարկում, չեն ընդվզում, մեկ էլ տենց գնաց հասավ 2005-ին, հա, 4-ին թե 5-ին եմ դուրս եկել հայկական ժամանակից, մեկ էլ տենց զգացինք, որ արդեն հնարավոր չի, ընդ որում դուրս գալուց էլ ինքը համոզում էր, ասում էր մի գնա, սխալ ես անում, մնա եւ այլն, ուրիշ բաներ էր ասում, բայց ես որոշեցի, որ գնամ, որովհետեւ ես զգացի, որ մեր կոնֆլիկտներն այնքան շատացել են, այնքան դժվարացել է մեր իրար հետ աշխատելը, որ կամ շատ ավելի հետո վատ ենք բաժանվելու, կամ հիմա բաժանվելու ենք խաղաղ, շարունակելու ենք ընկերություն անել։ Անձնական հարաբերությունները չփչացրի։ Հա, չփչացրեցի հարաբերություն, չէ, անձնական էլ չէ, որպես խմբագիր ու աշխատող հարաբերությունների մեջ էր մեր խնդիրները, չէ, մենք անձնական խնդիր երբեք չենք ունեցել, երբեք։ Թակառակը շատ լավ, ջերմ, երկար ընկերություն ենք արել։ Ու տենց 2004 կամ 5 թվին, հա, 5 երևի, որոշեցի, որ դուրս եմ գալիս ու այդ ժամանակ էլի մի հատ բարեփոխիչ ծրագրեր ուներ դատական համակարգը բարեփոխելու, ինձ գայթակղեց այդ ծրագրերով ու ես գնացի այդ բարեփոխումների հետ, ոնց որ կրթության ոլորտում գնացի բարեփոխում։ Նենց էլ էստեղ ոնց որ ասած կուտը կերա, էլի սենց ասեմ։ Տիգրան Մուկուչյանը գնում էր Վերաքննիչ դատարանի նախագահ, ինձ համոզեցին, ասեցին հիմա գալու է արդար անկախ կայացած դատական համակարգը ձևավորելու, քո օգնության կարիք ունենք եւ այլն, մի խոսքով ես համաձայնեցի գնացի իր մոտ, բայց էլի սխալվեցի, որտեվ հələ կրթության նախարարությունում մի 2 տարի աշխատեցի, ստեղ ընդհանրապես 8 ամիս եմ թե 7 ամիս եմ աշխատել։ Սկսեցի հոդվածներ գրել, զուգահեռ Ժամանակ թերթ կար այն ժամանակ Արման Բաբաջանյանի թերթներ, որ նոր եկել էր Հայաստան, Ժամանակ թերթում
իրավական թեմաներով էի գրում, իսկ այդ թվերին շատ ծանր մի հատ խնդիր կար Հյուսիսային պողոտայի այդ շինարարությունները, մարդկանց վտարումները եւ այլն, եւ այդ դրա մասին ես մի քանի հատ հոդված գրեցի, որից հետո նախագահականից Ռոբերտ Քոչարյանի Տիգրան Մուկուչյանին ասացին, որ պիտի իրան ազատես աշխատանքից, չի կարող պետական համակարգում աշխատող խոսնակը իշխանության դեմ նման հոդվածներ գրել եւ շարունակել աշխատել մեր համակարգում, ու ես տենց դիմում գրեցի դուրս եկա, տեսա, որ եթե տենց է, ուրեմն հնարավոր չի։ Ես իմ հոդվածները։ Հա, ես գնամ էլի շարունակեմ իմ գործը, դուք էլ ձեր բան արեք, իսկ բանը ուղղակի շատ ափսոս էր, որ իմ աչքի առաջ ես տեսա, թե ինչպես է ազնիվ, մաքուր ծրագրեր ունեցող բարեփոխումների հակված մի հատ մեկը գալիս է, մեկ էլ մի 6-7 ամսվա մեջ ինքը դառնում է այդ կաշառակեր դատավորների մի մասնիկը, հա, գնում է միանում է այդ համակարգին, դառնում է իր ոչ թե ինքն է փոխում համակարգը, այլ ինքն է դառնում համակարգի նման։ Հա, իմ ամենացավալի արձանագրումը Մուկուչյանի հետ կապված այդ էր, այդ թվերին, որ ես շատ ափսոսում էի, իսկ ինքը այդ պոտենցիալն ուներ, էլի կարող էր շատ լավ պինդ լավ դատարանի նախագահ դառնալ եւ փոխել այդ համակարգը ինչ որ ձևով, գոնե ինչ որ մի մասով։ Տենց Այնց մի հարց է հետաքրքրում, որովհետև վերջերս էլ գրառում էի կատարել դրա հետ կապված, որ 2008-ին մարտի 1-ին ձեր դուրը թակել է Նիկոլ Փաշինյանը եւ դուք իրան ապաստան եք տվել, աջակցություն եք տվել։ Պատկերացնենք հիմա մի իրավիճակում է հայտնվել, որ նույն կերպ, նույն խնդրով ձեր դուրը թակել է։ Կօգնեք իրան էլի։ Ես առհասարակ նախ որ ասում եմ դուրը թակել ասում եմ նկատի ունեմ մեր ընտանիքի դուրն է թակել այո ես մենակ չէի ապրում այսինքն ուզում ասեմ ինքը եկել է իր ընկերների տուն եւ մենք ես եւ իմ նախկին ամուսինա Բլեան Աշոտը իրան ընդունել ենք այո պատասխանել ենք եւ համարել ենք որ մեր պարտքն է որ դե ամեն ինչ անենք որ իրան այդ նեղ վիճակում օգտակար լինենք այս մի քանի ամիս առաջ միտեղ հարցազրույց էի տալիս համարյա նման մի հարց տվեցին ասին հիմա եթե ձեր դուրը թակի ոնց կվերաբերվես ես առհասարակ եթե մարդը ունի իմ օգնության կարիքը ու ինձ դիմում է եթե կարող եմ օգնել օգնում եմ հա անկախ նույնիսկ նրանից թե ես ինչ հարաբերությունների մեջ եմ իր հետ եւ ինչքանով է ինքը ինձ մտերիմ ինչքանով է ինձ ընկեր որտեվ եթե մարդը, ասենք, մարդու կյանքին վտանգ է սպառնում եւ ինքը ակնկալում է, որ դու իրան պիտի պաշտպանես, փրկես մահից կամ ինչ-որ մի վտանգից, դու պիտի քո անելիքն անես անկախ նրանից, ինքը լավ մարդ է, վատ մարդ է, դրական է, բացասական է, քեզ նախկինում օգնել է, չի օգնել, այդ ոչ մի կապ չունի, հա, պիտի դու քո մարդկային քայլը անես այդ բaragայում։ Ինչ վերաբերում է ապագային, ես վստահ եմ, որ տենց սիտուացիա չի լինի այլևս, որովհետև ինքն էլ է շատ փոխվել եւ շատ չարացել, շատ դաժան դարձել, շատ որակներ կորցրել եւ այլն, հա վստահ եմ, որ չի լինի, բայց եթե կգա տենց մի պահ, որ ես կկարողանամ, ամեն դեպքում ես միշտ դեմ եմ, ասենց ասեմ, ատելությանը, թշնամանքին, վենդետաներին, հիմա էլ նույնիսկ երբ որ ինչ-որ բաներ եմ գրում իր քայլերի, իր վարքի հետ կապված, մի քիչ մեղքի զգացում եմ ունենում, հա, մի տեսակ, որտեվ թվում է թե իմ գրածը բխում է իր պահվածքից, իր ասածներից, իր արածներից եւ զուտ քաղաքացու, զուտ խմբագրի գործ է սա, որ ես անում եմ ու չեմ կարող ես լռել, նայել, թե ինքը ինչպես ասենք մարդուն մի նախադասության համար տանում բանդ եւ ուղիղ տեքստով հրահանգում
իր իրավապահներին, որոնք այս պահին միայն իր ազդեցության բանն են, չէ, իր ազդեցության տակ են։ Վաղը կարող է ուրիշի ազդեցության տակ լինեն, ավելի վատ բան անեն։ Ինքը չարաշահում է իր լիազորությունները, իր հնարավորությունները, թվում է թե անթույլատրելի բան է անում, չէ։ Բայց էլի ես մի քիչ, ասենց ասեմ, էլի վատ եմ զգում, մտածում եմ, որ ես ինչ որ ձևով ես իմ գրառումներով, իմ պահվածքով, իմ խմբագրականներով այս հանրային պառակտմանը, այս հանրային ատելությանը ինչ որ մի փոքր բանով նպաստում եմ, էլի, բայց ուղղակի ուրիշ ելք չկա, արդեն չգիտես ոնց արձագանքես, ոնց բացատրես։ Ու ես ամեն անգամ ապշում եմ, թե ինչպես կարող է մարդը այդքան չգիտակցի իր պատասխանատվության աշճանը, որ կարա, ասենք, ամիսներով կարա կաթողիկոսի դեմ ինքը հայտարարություններ անի, այդ սրբազանների հասցեին եսիմ ինչեր ասի, հələ այդ էլ ոչինչ, այն Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին դրա ասածները, արածները, այս գերիների նկատմամբ այդ անտարբերությունը, այս խաղաղությունով ու այս մյուս բաներով, այս մարդկանց խաբելը, ֆռացնելը, մոլորեցնելը, չգիտեմ, ինձ համար սարսափելի մեծ ցավ է արձանագրել, որ այն 90-ականներին ճանաչած մաքուր, ազնիվ, այն պարզ շիտակ տղեն դարձել է այս երկրի գլխավոր թշնամին, այս երկրի, այս հասարակության, մեր պետությունը քանդողն է դարձել։ Սարսափելի ցավ է դա ինձ համար։ Լրագրողի աշխատանքը այսպես միշտ շատ ակտիվ է ու 24/7 պատրաստակամություն է պահանջում ու վստահ եմ այդպիսի պահեր ձեր կյանքում շատ են եղել, որ գուցե ամբողջ օրը անցկացրած լինեք հենց լրատվականի աշխատանքներով, այ ոնց եք հասցնում երեխաների հետ այդ կապը պահել ու արդյոք եղել է որ զգաք, որ իրենց ավելի քիչ ժամանակ եք տրամադրում։ Այո, եղել է եւ այդքան երեխաները չէ, ինչքան թոռներիս եմ քիչ ժամանակ հատկացնում ու շատ ծանր եմ տանում, որ չեմ կարողանում տենց միայն շաբաթ-կիրակի է ստացվում իրենց ժամանակ հատկացնել։ Այո, մեր աշխատանքը չնորմավորված, չնախատեսված, չկարգավորված աշխատանք է եւ ոչ միայն խմբագրին, այլ լրագրողի աշխատանքն էլ է այդպեսին։ Եթե հիմա երեկոյան շատ ուշ ժամի կամ գիշեր ինչ որ միջադեպ է լինում, դու ստիպված ես արագ արձագանքել, արագ դուրս գալ, գնալ, նյութ անել եւ այլն եւ այլն։ Հələ դեռ այն ժամանակ շատ ավելի բարդ էր, հիմա հեշտացել է, որովհետեւ դա տեխնիկայի դար է։ Տանից կարող ես։ Այո, տանից կարող ես անել, կարող ես մեկին խնդրել մի լուսանկար, մի հատ վիդեո անեն, ուղարկեն եւ այլն, մեկս մյուսից ենք օգտվում մի լրատվամիջոցը մյուսի արած աշխատանքից, այդ առումով ավելի հեշտ է, բայց այո, ոչ մի երաշխիք չկա, իսկ առավել եւս խմբագրի դեպքում դու պիտի 24 ժամ լինես կապի մեջ, հա, չես կարող դու, նույնիսկ ես եթե արձակուրդ եմ գնում Հայաստանից բացակայում եմ, էլի 24 ժամ հեռախոսս միացած է, անընդհատ կապի մեջ եմ, նյութ են ուղարկում, ես եմ հետևում, թե ինչ է կատարվում, չարքաշ, ծանր եւ անընդհատ քեզնից էներգիա պահանջող աշխատանք է սա։ Բայց դուք էլ նշում եք, որ ստրեսային է, ռիսկային է ինչ-որ առումով, օգնեցնողը եղել է, որ այս տարիների ընթացքում մտածեք, փակեք լրատվականը կամ ինչ-որ դադար վերցնեք ու որոշ ժամանակ փորձեք հասկանալ ուր եք ուզում գնաք։ Տենց վիրտուալ մտքեր, որ մեկ խմբագրությունում էլ եմ ասում եմ, փակեմ գնամ մի ուրիշ տեղ աշխատանք գտնեմ 2-3 անգամ ավելի շատ փող կվաստակեմ, քան այստեղ այս չարչարանքի պարագայում, էլ չեմ ասում այս թուքումուրը, այս դժվարությունները, այս թիրախավորվելը գոնե չի լինի, բայց դե գիտեք, ես այն տարիքում չեմ հիմա, որ տենց կտրուկ բաներ անեմ, փոփոխություններ եւ ու կարծում եմ, որ հրապարակը այնքան կայացել է, այնքան կարեւոր դեր ունի այս երկրի կյանքում եւ մեզ նաեւ սպասում են, մեզ հետ հույս են կապում, նաեւ մենք ինչ որ դերակատարում ունենք այս ամեն ինչի մեջ երկրի համար եւ նաեւ այդ գիտակցումն է պահում, որ շարունակում ենք աշխատել, փորձում ենք ինչ որ մի բանով նաեւ
օգտակար լինել երկրին, մենակ այն չի, որ զուտ լրատվություն ենք փոխանցում, հա, նաև ինչ որ գաղափարներ, ինչ որ վերջազարու մի բան կա։ Քաղաքականության մեջ հաճախ կարելի է տեսնել հենց լրատվական գործունեությամբ շատ ակտիվ զբաղվող մարդկանց նախկինում, հա, դուք երբևէ մտածել եք քաղաքականության զբաղվելու մասին։ Որ ասեմ մտածել եմ տենց շատ չէ, բայց եղել է պահեր, եղել են առաջարկներ, եղել է քննարկումներ տարբեր փուլերում, հա, հենց ազգային ժողովի ընտրությունների նախօրյակին որպես կանոն սկսվում են, չէ, այդ քննարկումները, մանավանդ հիմա երբ որ քվոտավորել են կանանց մասնակցությունը ու ամեն ցուցակի երրորդը պիտի կին լինի, շատ է այդ խոսակցությունները լինում, բայց ես նենց չեմ կարծում, որ իմ կարգավիճակը որպես հրապարակի խմբագիր ավելի փոքր ցածր կարգավիճակ է, քան ազգային ժողովի падգամավորի կարգավիճակը, այդ մեկ։ Երկրորդը ես իմ տեղում եմ, իմ գործն եմ անում, լիարժեք տիրապետում եմ այդ գործի նրբություններին, իսկ ազգային ժողովի падգամավորի կամ որևէ քաղաքական, չգիտեմ, ինչ որ մի օղակի աշխատողի աշխատանքը նոր աշխատանք է լինելու ինձ համար անսովոր, անծանոթ եւ պիտի ես նոր սկսեմ ինչ որ բաներ յուրացնել, հա։ Միակ բանը, որ ես տարիներին մտածել եմ, հա, որտեղ քանի որ իրավական թեմաներով եմ շատ գրել, տարիներ առաջ էի մտածում, որ ես ասում եի, եթե ես մասնագիտություն փոխեմ, այլ ոլորտ գնամ, ես շատ լավ մարդու իրավունքների պաշտպան կդառնամ, եթե այտենց հնարավորություն ստեղծվի ու այնքան նորմալ երկիր լինի, նորմալ իշխանություն, որը հասկանա, գիտակցի, որ պետքա ինքնուրույն անհատականություն լինի եւ մարդու իրավունքներով պիտի զբաղվի եւ այդ ինստիտուտը ուզենան կայացնեն, կարող են ինձ առաջարկել, ես կարող եմ համաձայնվել։ Այո, ուղերձը ուղենք։ Այս շանսան հետ չէ իհարկե։ Դե հա, բուսանք։ Հարաբերությունների մասին շատ խոսեցինք, հարաբերությունների ստեղծման, վերջում մեծ թիմ եք ղեկավարում, նաև ձեր գոլեգաների հետ կարծես թե շատ հրաշալի հարաբերություն ունեք, հա, լրատվական դաշտի այլ լրատվականների, իրենց խմբագիրների հետ, ո՞րն է հարաբերությունների այդ ստեղծման ու պահպանման ձեր գաղտնիքը։ Մի քիչ երևի չափազանցություն է, որ հրաշալի են հարաբերությունները, որտեղ մեր դաշտում էլ լիք բաներ կա կուլիսներում, որի մասին հրաշալի է ցուցադրում։ Դե լավ է, շատ ուրախ եմ, որ տենց է կողքից երևում գոնե։ Հա, շատ հարգալից եմ, չեմ միջամտում երբեք իմ գոլեգաների աշխատանքին, խմբագիրների, ասենք օրինակ դեպքեր ա եղել, որ մոտիկ մարդիկ կամ ինչ որ, չգիտեմ, քաղաքական ուժեր, ինչ որ բան են խնդրել, որ այսինչ լրատվամիջոցում, այսինչ բանն ա եղել, կարող ա խոսես, երբեք չեմ ոչ բարեխոսել, ոչ միջամտել, ոչ էլ խմբագրին ասենք հարցնեմ, ասեմ, ինչա այս նյութը գնացել, կարաս այսինչ բանը սենց անես, տենց ոնց որ ասած դա տաբու է, մենք խմբագիրներով, գոնե իմ ճանաչած նորմալ խմբագիրներով չենք միջամտում միմյանց աշխատանքին, համարում ենք, որ ինքը իր ոլորտը, իր թերթը, իր լրատվամիջոցը ինքը իրավունք ունի այնպես անի, ոնց որ ինքը դա հարմար է գտնում։ Կարող է շատ մոտիկ մարդ լինի, ասենք, ասեմ, գիտես, այս ինչ բանը սխալ է, էլի ինչի եք սենց բան գրել, կարիք չկար, բայց որպես խմբագիրը խմբագրին երբեք չեմ միջամտում եւ հարգում եմ այդ խմբագրի ինքնուրույնությունը, իր բան տարածքը, իր լիազորությունների շրջանակը։ Հիմա ցավոք սրտի շատ ավելի քիչ ենք ոնց որ ասած իրար գլխի հավաքվում, առաջ ավելի հաճախ էր լինում եւ այստեղ նաեւ մեր ժուրնալիստների միության ու մեր սատիկի մեղքը կա, որ այտենց մի քիչ բաց թողեց։ Մի հատ նոր ֆորմատ ենք ձևավորել H2-ի տնօրենի նախաձեռնությամբ, Լևոնի։ Այդ ֆորմատը վատը չէր, կարող էր աշխատել, բայց մի քիչ ծանրացավ, տենց երկարեց ու տենց ոնց որ գործունյա ֆորմատ չդարձավ, բայց մեծ թվով լրատվամիջոցներ են մտնում այդ ֆորմատի մեջ, նաև դուք էլ եք կարծեմ պոլիտիկն էլ է մասնակցում։ Փորձում ենք պահել բարի դրացիական հարաբերություններ, փորձում ենք իրար չքննադատել, ես օրինակ արգելում եմ այլ լրատվամիջոցների
հրապարակումների հերքումները մեզ մոտ տպագրել, թույլ չեմ տալիս, այդ շատ բացառիկ բան լինի, որ ասենք այն սկզբնաղբյուր նյութը հրապարակած լինենք, հետո հերքումն էլ ստիպված լինենք մեր մոտ տեղադրել, եւ տենց ոնց որ ասած խաղաղ գոյակցություն ենք ապահովում դաշտում, լավ է, եթե կողքից երևում է, որ նորմալ հարաբերություններ են, ջերմ հարաբերություններ են, շատ լավ է, ուրախ։ Մեդիան այդպես է պատմում, շատ լավ է։ Նկարները։ Տիկին Օհանյան, ամեն ուժեղ մարդ ինչ որ բայ կարող է թուլություն զգալ, այ մարդիկ, ովքեր ձեզ շրջապատում են այդ բայերին, ում եք դիմում, երբ այսպես ձեզ ոչ այնքան ուժեղ օգնության կարիք եք զգում։ Ես որպես կանոն միայն իմ վրա եմ հույս դնում, միշտ բոլոր պարագաներում, իմ մտերիմներին, մերձավորներին աշխատում եմ ծանր վիճակում չդնել, այնպիսի խնդրանքներով չդիմել, որ իրանց համար դժվար լինի իրականացնելը։ Խորհուրդների կարիք շատ հազվադեպ եմ ունենում, տենց չի, որ տենց ասեմ, նեղկացության մեջ լինեմ, չկարողանամ կողմնորոշվել եւ ինչ որ մեկի խորհրդի կարիքն ունենամ, բայց ունեմ ընկերներ ունեմ, որոնք եւ հնուց են գալիս եւ երկար տարիների փորձված ընկերություն կա եւ վստահում եմ այդ մարդկանց, հա, շատ լավ ասոցի համակուրսեցիներ ունեմ, որոնց հետ շատ ջերմ լավ հարաբերություններ մինչեւ այսօր եւ ընկերություն ենք անում եւ բարբերաբար հանդիպում ենք եւ ինչ որ այդ ռելաքսի բաներ իրանց միասին ենք անցկացնում, հա։ Հիմա նաեւ կարող եմ ասել, որ իմ լավ խորհրդատուն է դարձել իմ ավագ դուստրը, եթե ինչ որ բան ան, որտեղ միասին ենք նաեւ աշխատում նույն լրատվամիջոցում եւ ինքը զարմանալիորեն իր տարիքի համեմատ շատ ավելի խելացի հասուն մարդ է եւ նաև երբ որ տենց խնդիրներ ա լինում, շատ մեկ առողջ լավ դատողություններ անում, ես տենց կողքից համ հիանում եմ, համ էլ ինձ մեկ օգտակար ա լինում։ Այդ առումով երևի թիվ 1 իմ խորհրդատուն, իմ աղջիկն է Զառան։ Իսկ այնպես որ ասեմ, շատ տենց խնդիրներ եմ ունենում, տենց դա կարիք եմ ունեմ կամ նեղ վիճակում եմ լինում բան։ Ես այդ նեղ վիճակներում որպես կանոն ինքս իմ մեջ եմ լուծում այդ խնդիրները։ Այո, լրագրողը, լրատվությամբ զբաղվող մարդը ուզի պիտի խոսի բացասականի մասին եւ անգամ թե բացասականի մասին բարձրաձայնի, թե դրա մեկնաբանի։ Այրական կյանքում ոնց է ձեզ մոտ։ Երբ խնդիրներ եք նկատում, սխալներ եք նկատում, խոսում եք թե իրականում կյանքում լռում եք։ Չէ, ասած ասեմ, ես շատ հանդուրժող եմ մարդկանց սխալների նկատմամբ, սխալների չասեմ, հա, թերությունների նկատմամբ, մարդկանց թերությունների, այն ինչ որ ես զգում եմ, որ մարդու մեղքը չի, հա, իրեն տենց բնությունից այդքան է տրված խելք, այդքան է տրված կարողություն, ինչ որ պահի ինքը չի կողմնորոշվել, ճիշտ չի գնահատել իրավիճակը, ինչ որ սխալ է թույլ տվել, ներում եմ այդ տեսակ բաները ու դրանց վրա շատ չեմ ֆիքսվում, բայց այդ քննադատական ձիրքը իմ ոնց որ ասած ծնված օրից է ինձ ուղեկցում եւ բոլոր հարցերում, բոլոր տեղերում, հա, ես իմ երեխեքին էլ ճիշտ ասած հիմա որ խոսում են իրանք ասում են դու մեզ երբեք չես գովել, միայն մեր դիտողությունն ես արել, մեր թերություններն ես ցույց տվել, դրա մեջ ճշմարտություն կա, հա, ես շատ դժվար եմ գովում մարդկանց, դրականը քիչ եմ տեսնում եւ ավելի շատ լրագրողի այդ մանն է իմ մեջ նստած, որ ամեն ինչի մեջ մի հատ բադ բան ես տեսնում, գրելու արժանի, հա, բանի ու ես ինքս էլ կարծում եմ, որ լրագրությունը հենց դա է, ոչ թե դու դրական բաներ ներկայացնես, այլ իրականում փորձես օգնես, սխալը ցույց տաս, թերությունը ցույց տաս, վրիպումը ցույց տաս, որ հետո դա չկրկնվի եւ այլն, այդ նաեւ այդ խնդիրը կա։ Քաղաքականության մասին չեք մտածել, բայց մի հարցադրություն ասում եք, որ սիրում եք գեղարվեստական այդպես մոտեցում տալ ձեր խոսքին, գրվածքին, արդյոք երբևէ մտածել եք գիրք գրելու մասին։ Չէ, ճիշտ ասած չեմ մտածել, ժամանակին տարիներ առաջ հրապարակում մի հատ խորագիր կար, միայն կանանց համար, այդ խորագիրը ես էի պահում, ճիշտ ասած, կեղծանունով։
Դրա մեջ նաև ինչ որ գեղարվեստ կար, ինչ որ մի հատ տենց կանացի բաներ կային, հա, ես նաև հոգեբանորեն մի քիչ ծանր վիճակում էի այդ մի քանի տարին եւ այդ ոնց որ այդ խորագրի այդ սյունակի միջոցով նաև ես ինքս ինձ հանեցի այդ վիճակից ու այդ ընկերներիցս մեկը դիվանագետ է հիմա դրսում անդադ է ասում հավաքի այդ շարքը եւ գրքով տպի դա շատ լավ գիրք կդառնա հետաքրքիր կանանց համար հետաքրքիր դե չէ մտածել որ թոշակի գնամ որ թերթից դուրս գամ կսկսեմ նման բաների մասին մտածել Եվ վերջին հարցը կա երազանք, որը զոհաբերվել է լրագրությանը։ Երազանք, որը լրագրությանը զոհաբերված։ Դե նայեք, օրինակ ես համարում եմ իմ ամենամեծ սխալը իմ կյանքի, որ ես երրորդ զավակը չունեցա։ Երևի չասեմ ամբողջությամբ, բայց նաև դրան խանգարեց իմ մասնագիտությունը, հա, որտեվ ուրիշ է որ դու երկու երեխայով լրագրող խմբագիր ես, ուրիշ է որ 3-րդն արդեն ծնվում, նաև այդ ինչ որտեղ կարող է մեկը մյուսին խանգարես, թեպետ ուրիշ բաներն է իհարկե խանգարը, միայն դա չի, բայց ուզում եմ ասեմ, տենց որ ասեմ, չէ, լրագրությունը հենց իմ երազանքի մասնագիտությունն է եղել ու տենց Մնացել է իր այո, տեղում։ մնացել է իր տեղում։ Շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, ձեզ նոր տեսանկյունից ճանաչելու համար։ Ես հիշեցնեմ, որ իմ հյուրը հրապարակ թերթի խմբագիր Արմինե Օհանյանն էր, իսկ ես Զենֆիռա Քալաշյանն եմ։ Կհանդիպենք